90 թվականից սկսած Հայաստանը ժամանակ եւ հնարավորություն չի ունեցել զբաղվելու իր անկախությամբ։ Այդպես համակարգված վերլուծություն, պատասխան չեղավ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին։ Բայց այս թեման չափազանց հրատապ է։ Արհամիրքա, ուրիշ բառ չես կարող ասել։ Մենք 20 տարի մսխել ենք։ Պատերազմ թե խաղաղություն դրանք նպատակներ չեն։ Դրանք միջոցներ են, ճանապարհներ են։ Մենք ունենք այսօր զինադատար, որը ոչ գիտես խաղաղություն է, ոչ գիտես պատերազմ է։ Չհայտարարված պատերազմին մասնակցելն է, որ ես չեմ հասկանում։ Բայց եթե ես պետքա զոհվեմ, հա, ու դու այդ նորից բդեշխի կյանքով ապրես, այդ ինչ ազգբանակի մասին է խոսում։ Եվ Ալիևյան կլանը եւ Սարգսյան կլանը իշխանության են հենց այդ կիսապատերազմ, կիսախաղաղություն միջակի շնորհիվ, որը անընդհատ ցկում են, թողնելով պատասխանատվություն հաջորդ սերունդին։ Ուր ես գնում պետքա լինի միշտ ցանկացած պետության համար սենց ավելի լավ պայմանների քո ժողովրդի համար։ Խաղաղությունը այլընտրանք չունի։ Այսօր հայ ժողովրդին օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղություն։ Եթե Եվրոպայի կենտրոն ենք ասում, հասկանում ենք Ստրասբուրգ։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ Ստրասբուրգում տասնյակ միլիոնավոր մարդկանց այրուն թափվել։ Ֆրանս-գերմանական պատերազմի արդյունքում։ Առաջարկվում է մի հատ համաձայնություն, մի հատ այլընտրանք առաջարկվում մեռնելուն, ավիրելուն, քանդելուն,